Եվ այնուամենայնիվ, քանի որ հարցին անդրադարձակ եւ հարցը վերաբերում է նաեւ օդի որակին, Տիկին Հայկազյան, մի փոքր կներկայացնեք իրավիճակը օդի որակի վերաբերյալ։ Ինչ պատկեր ունենք այս պահին։ Պարոն քաղաքապետ, երեկվանից սկսած տարածաշրջան են երթափանցել հյուսիսից քամի, որի արդյունքում տեսանելիորեն նաև մեր տվիչների 181 տվիչները ցույց են տալիս, որ օդի որակի զգալի բարելավում է տեղի ունեցել, զգալի այնքանով, որ համադրելի է ամառվա ցուցանիշների հետ։ Երեք առավոտյան կազմում էր 29, շուրջ մինչև 30, այսօր 65 և 8 PM 2.5-ի ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, երբ շարունակաբար ներկայացնում ենք օդի որակի մասին տեղեկատվություն եւ նշում ենք, որ այո եւ մարդածին եւ բնական ուրեմն ազդեցությունների հետևանք է տիրող իրավիճակը, նշեմ, որ առաջիկա ավականու նիստով, այսինքն չենք միայն բավարարվում նրանով, որ կա ցիկլոն կամ անտիցիկլոն, ավականու նիստով երկու ավականու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ ենք ներկայացնելու, նվազեցնելու մարդածին աղբյուրներից արտանետումները, մեկը վերաբերելու է ավականու 405N որոշմանը եւ լրացուցիչ սահմանափակումներ են կիրառվելու շինհրապարակների նկատմամբ եւ երկրորդը 48N ավականու որոշման մեջ լրացուցիչ փոփոխություններ են, դա պարտադիր բարեկարգման նորմերն են, որոնք կիրառելի ենք դարձնելու նաեւ հանքավայրերի վերաբերյալ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։